Բարիլուս սիրելի հայրենակիցներ, ես հենց նոր տեսակցեցի Վարդան Ղուկասյանի այս կոչվող մեծուսանանում և ինձ հայտնեց, որ ամբողջ գիշեր գրեթե չի քնել, որովհետև ունեցել է ցավեր, հատկապես շեշտում է ցավեր թևերի շրջանում և ձախ և աջ թևի շրջանում, այդ թվում նաև կրծքավանդակի։ Ասաց, որ այդ խուցը, որտեղ նա գտնվում է, խցում հավանաբար նաև պայմաններն են նպաստում, որպեսզի այս վիճակը շարունակվի մոտ, բայց այնուամենայնիվ ամենակարևոր պայմանը, որ նա դժգոհում է ցավերից կրծքավանդակի և թևերի շրջանում, դա այն է, որ նրան չի տրամադրվել համապատասխան բուժօգնություն։ Այս պայմանությամբ այսքանը ես ցանկացած ես հայտնեմ և մինչև հիմա ըստ էության նրան անհրաժեշտ պահանջված բուժօգնությունը դիտավորյալ չի տրամադրվում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Այն, որ նա ապօրինի է գտնվում այստեղ և այս կալանավայրը պիտանի չէ, որպես կալանավայր մարդկանց պահելու համար, դրա մասին կան նաև զեկույցներ միջազգային կառույցների կողմից, դա բազմիցս ես այդ մասին հայտարարել եմ, բայց այն, որ այս պահի դրությամբ նա կարիք ունի բժշկական օգնության և այդ բժշկական օգնությունը դիտավորյալ չի տրամադրվում արդեն ամիսներ շարունակ, այդ թվում նաև վերջին ցուցումից հետո նույնպես չի տրամադրվում, սա արդեն խոսում է այն մասին, որ պարոն Ղուկասյանին ցանկանում են իրապես զրկել կյանքից, այլտեղ ես սա չեմ կարող գնահատել։ Այս մասին ես ուղղակի ցանկացած ես հայտնել, եթե հանդես եմ եկել համապատասխան հանցանքների մասին հաղորդմամբ, այդ մասով դեռ չունեմ պատասխան, բայց շարունակում ենք բողոքները ներկայացնել։ Մենք ունենք 3 իրավական ընթացակարգով քննարկման ենթակա բողոքներ, մեկը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, մեկը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում և մյուսը նաև հակակոռուպցիոն դատարանում։ Հիմա տեսնենք այս 3 ընթացակարգերով որ մեկն է առաջնահերթ արձագանքելու և պարոն Ղուկասյանին ազատ արձակելու կալանքից, որպեսզի մարդը կարողանա հնարավորություն ունենա ստանալու բուժօգնություն։